Մոտ 25 տարի հանրակացարանային նմանատիպ պայմաններում ապրում է 30 փախստական, ովքեր փախել են Սումգայիթից։ Հայաստան գալու օրվանից նրանք հաստատվել են Մովսես Խորենացի 213 հասցեի շենքում, որը միջ հանրակացարանի վերածվել է ուսումնարան էր։ Լավ տներ եմ կորցրել էլ Բաքու, թուրքը վերցրել է, մի ռուբլի չտվել ինձ, ռեմոնտերած տներ, մեբելով, բանով, հա։ Եկել եմ ասեմ, դեստեղ կտանել Հայաստանը, մեր Հայաստանը։ Դες 24 տարի չեն տալիս։ Նախկին ուսումնարանի շենքը ապրելու համար պիտանի չի, ասում են բնակիչները, 6-ից 8 քառակուսի մետր բնակարանները նրանց համար ծառայում են նաև որպես սանհանգույց։ Օբշի ազիատский туалет։ Առավոտյան ժամերը մանավանդ, եթե մարդիկ ուզում են туалет գնան, ուրեմն կարող է կամ հերթլի, ամեն մեկը իր տանը, հյուրասմա վեդրո դնեն туалет գնան։ Իսկ ձմեռը այսպես կոչված սանհանգույց մտնելն ուղղակի անհնար է լինում։ Սարսակալվում աստեղ չիլնում մտնել։ Այն ջայլ աղջիկը ընկելավոտնա ջարդել։ Տիկին Անժիկը առաջին կարգի հաշմանդամ է, ապրում է աղջիկա հետ, որը եւս առողջական խնդիրներ ունի։ Շենքի պայմանները ավելի են վատ թրացնում նրանց վիճակը։ Փողովաթոր եմ սարքել, տվել որ туалет չեմ կարող ապրել, ջրից չեմ կարող, լվացքի տեղ չկա։ Բնակիչները միջանցքներն են օգտագործում որպես խոհանոց, բայց դա էլ փրկություն չէ, թափառական կատուները հանգիստ չեն տալիս։ Ամբողջությամբ բաց էլեկտրալարերն ամեն պահի կարող են հրդեհի պատճառ դառնալ, իսկ շենքի միակ պատշգամբի մասին նրանք անգամ վախենում են խոսել։ Լվացք ենք փռում, վախենալով։ Հələ նայեք վիճակը, այսպես հենվես մի հատ կընկնես։ Շենքի հակասանիտարական պայմանները իրենց հերթին, բայց շենքից դուրս էլ խնդիրները չեն ավարտվում։ Բակ ընդհանրապես չկա, երեխաները խաղալու տեղ չունեն, շտապօգնության մեքենան էլ չի կարող այստեղ մտնել։ Շենքից ընդամենը 4 մետր հեռավորության վրա հյուրանոց է, սեփականատերերը ամբողջ տարածքը տնօրինել են, իսկ հյուրանոցի մշտական հաճախորդներին այս բնակիչները մեծից փոքր արդեն անգիր գիտեն։ Մեր աղջիկներ են այնտեղ կանգնած ծխում են ու բարձր հեռախոսով խոսում են։ Ստեղից գալիս են, ընդից դուրս է գալիս ավտոն, ստեղից ինչ հայհոյանքներ։ Գիշերվա ժամը 4-ին էլ մուզիկան միացնում են, սկսում են գորգռալ, բարել, անհնար է այստեղը։ Հյուրանոցի սեփականատերը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց վստահեցրեց, թե ինքն էլ է շահագրգռված, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծվի։ Անգամ պատրաստ է մասնակի ֆինանսական օգնություն տրամադրել, երբ պետականորեն սկսվի նման գործընթաց։ Իսկ միգրացիոն պետական ծառայություն բնակիչները արդեն էլ չեն դիմում։ Մի քանի տարի է լսում են նույնը, պետբյուջեից հատկացում չկա։